Արդեն մի քանի օր է Հայաստանից գյուղմթերքի արտահանումը Ռուսաստան դադարեցված է։ Այս մասին խոսում են ռուսական լրատվամիջոցները, ռուս չինովնիկները, հայաստանցի ֆերմերները, բայց մեր պաշտոնյաները հրապարակային ելույթներում նշում են, որ անհանգստանալու առիթ չկա։ Ամեն ինչ կկարգավորվի, քանի որ խնդիրները լուծելի են։ Փակեցին, այս արեցին, այն արեցին։ Իրականում այդ ինչքան որ խոսում են, դրա 5%-ը, 10%-ը հողի վրա չկա։ Առավոտը նայել եմ։ Առես պահը 18250 տոննա պտուղ բանջարեղեն ենք արտահանել, ընդ որում ահագիներ եկել ենք արտահանել։ Էկոնոմիկայի նախարարը օրեր առաջ վստահեցնում էր, որ այս ամենը տևելու է առավելագույնը 2 շաբաթ, եւ ամեն ինչ արդվելու է ընտրություններից հետո։ Ավելի լավ է մտածել բերքի բարձր որակի մասին եւ գյուղմթերքի մշակման պայմանների բարելավման մասին։ Հայաստանի Հանրապետության տարածքով Ռուսաստանի Դաշնությունն եւ ԵԱՏՄ-ը գնում բազմաթիվ ապրանքներ, որոնք Ռուսաստանի Դաշնությունը պետք են։ Պետք են այդ ապրանքները, պետք են ահավոր ու մեծ չափերով պետք են եւ դա շարունակելու է տեղի ունենալ։ Հայաստանում այս պահին ծաղիկների ջերմատաների մակերեսը 300 հեկտարից ավելի է եւ սեփական ուժերով առանց ռուսական շուկայի այդ ծավալի ծաղիկ հնարավոր չէ իրացնել։ Ակնկալում ենք, որ նաեւ այդ առումով կառավարությունը կոմպետիցիոնը փորձի աջակցել, բայց չենք սպասում դրան, փորձում ենք մեր կապերով որոշակի բաներ անել։ Դեռևս հաջողված բան չկա, կա բանակցություններ քննարկում ենք, հələ որ ճանապարհներն ենք նայում, փորձել ենք ճանապարհատրանսպորտային հարցը կարգավորել, հա ստացվում է ոնց որ ինքնաթիռով մի քիչ ավելի զերծ վերցնելու, բայց ամեն դեպքում մենակ տնտեսվարողը մենք մենակ չեն կարող դրա պակիստ զգալ։ Ինչ վերաբերում է ջերմատանային մյուս մշակաբույսերին, ապա հիմա ամեն ինչ շատ անորոշ է։ Շուկայում նկատվում է պտուղ բանջարեղենի գնանկում, բայց խոշորագույն արտահանողների բերքը դեռ չի հասունացել։ Եթե նրանց բերքը եւս մտնի տեղական շուկա, կգրանցվի էական գնանկում։ Առաջին հայացքից սպառողի համար սա լավ է, բայց այս էժանացումը միանվագ էֆեկտ է ունենալու։ Ընդհանուր առմամբ մի խայտարակ վիճակ է լինելու շուկայում, հələ որ այդքան էլ տենց չի, բայց գներից գնային քաղաքականությունից օրեկան որ անկում է լինում, ասենք սպառումներ չի լինում, դա ակնհայտ տեսնում։ Եթե ժանը ծախսածածկում է, չի կարողանալու ապահովի, արտադրողը հիասթափելու է, չարտադրեց, այսինքն դիմացը լուրջ դեֆիցիտ է ակնկալվում։ Փորձագետները նշում են, որ իրացման շուկաների դիվերսիֆիկացիայի համար տարիներ են անհրաժեշտ, բայց նույնիսկ նոր շուկաների հայտնաբերման դեպքում ռուսականից հրաժարվել չի կարելի։ Այս պահին ջերմատանային ոլորտներում գործում է 1200 ձեռնարկություն։ Հատապտուղների գների էական անկման դեպքում նույնիսկ բերքը հավաքելն է դառնալու ոչ ձեռնտու, նշում են բիզնեսի ներկայացուցիչները։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Օրերս հրապարակվեցին նախորդ տարվան առնչվող որոշ վիճակագրական տվյալներ, որոնք դրական դինամիկայի մասին են վկայում։ 2025-ին Հայաստանի քաղաքացիություն է ստացել 25670 օտարերկրացի, իսկ դիմումների ընդհանուր թիվը հասել է 32891-ի։ Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 23.5%-ով։ Քաղաքացիություն ստացածների թվում առաջատարն են Ռուսաստանի քաղաքացիները՝ 7377 մարդ։ Վրաստանի քաղաքացիները 1731 եւ Իրանի քաղաքացիները 648 մարդ։ Օրինակ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի են, ազգությամբ հայ են, դիմել են քաղաքացիություն ստանալու։ Արցախից տեղահանվածները, որոնք էլի դիմել են եւ փոքր թիվ չեն կազմում, դիմել են ստանալու ՀՀ քաղաքացիություն։ Հայաստանի քաղաքացիության համար դիմումների աճի պատճառը միջազգային ոչ կայուն վիճակի եւ պատժամիջոցների հետ կապված սահմանափակումներն են։ Պարզ ասած, մարդը Հայաստանի անձնագրով կարող է իրեն թույլ տալ ավելին, քան Իրանի կամ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերով։ Ռուսական անձնագրով ոչ բոլոր երկրներ կարող են մեկնել անձին եւ մյուսը արցախցիների հանգամանքը, որ բնակապահովման ծրագրից օգտվելու համար պարտադիր է քաղաքացիություն ունենալը եւ արցախցիները, որ ապրում են Հայաստանի Հանրապետությունում, նրանք դիմում են քաղաքացիություն ստանալու։ Նախորդ տարվա մեկ այլ վիճակագրական տվյալ մտահոգության առիթ է տվել։ 4960 մարդ դիմում է ներկայացրել Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու համար, ինչը 18%-ով գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը։ 2024 թվականին մինչև 18 տարեկան քաղաքացիությունից հրաժարվել է իգական սեռի 62 քաղաքացի, արական սեռի 1949 քաղաքացի։ 2025 թվականին իգական սեռի քաղաքացիությունից հրաժարվողների թիվը գրեթե չի փոխվել, 62-ը դարել է 68,
Արական սեռի հրաժարվողների թիվը աճել է 44%-ով, հասնելով 2811-ի։ Պատգամավոր Հայկ Սարգսյանը ժամանակին առաջարկել էր օրենսդրական փոփոխություններով սահմանել էական վճար Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու համար։ Դրա եւ մի շարք այլ բարեփոխումների շնորհիվ ըստ պատգամավորի կարող էր կանխվել բանակում չծառայելու նպատակով քաղաքացիությունից հրաժարվելու պրակտիկան։ Հարուստները, որոնք բանակի տարեկան զորակոչի 30%-ն են կազմում, հրաժարվում են քաղաքացիությունից բանակում չծառայելով եւ բանակում չեն ծառայում։ Եվ հետագայում չեն կանչվում 25-օրյա վարժական հավաքների եւ նաեւ այլ կարիքների համար չեն կարող ներգրավվել։ Իդեպ Հայաստանի անձնագիր ստացողների թվի աճը չի նշանակում, որ քաղաքացիություն ստացողները տեղափոխվել են Հայաստան բնակվելու համար։ Որոշ հաշվարկների համաձայն այսօր մոտ 800,000 մարդ ունենալով Հայաստանի Հանրապետության անձնագիր մշտական չի բնակվում Հայաստանում։ Այսինքն անձնագրեր ստանալու ֆիքսված դրական դինամիկան չի ենթադրում դրական դինամիկա ներգաղթի վերաբերյալ։ Պոլիկլինիկաներում գործող նեղ մասնագիտական կաբինետները կարող են փակվել։ Խոսքը վերաբերում է օրինակ ինֆեկցիոն հիվանդություններին եւ մի շարք այլ մասնագետների ծառայություններին, որոնք տարիներ շարունակ հասանելի են եղել բնակիչներին հենց տեղամասային պոլիկլինիկաներում։ Բժիշկները ահազանգում են փոփոխությունների արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ կարող են զրկվել արագ եւ մատչելի բուժօգնությունից, իսկ բուժ հաստատություններն մասնագետներից։ Մարդիկ սովոր են իրենց պոլիկլինիկաներում ստանալ նեղ մասնագիտական օգնություն։ Առաջին՝ վարակիչ հիվանդությունների վաղ ախտորոշում եւ բուժում։ Երկրորդ՝ վարակների վերահսկում եւ կանխարգելում։ Երրորդ՝ կոնտակտային անձանց վերահսկում։ Չորրորդ՝ իմունոպրոֆիլակտիկա, սա արդեն հանձնված է ընտանեկան բժիշկներին։ Հինգերորդ՝ քրոնիկ ինֆեկցիաների կառավարում։ Վեցերորդ՝ համաճարակաբանական հսկողություն։ 7-րդ՝ կրթական եւ խորհրդատվական դեր։ Բուժաշխատողների խոսքով, եթե համակարգում փոփոխություններն իրականացվեն առանց անցումային հստակ մեխանիզմների, դա կարող է մեծացնել հերթերը հիվանդանոցներում եւ ծանրաբեռնել արդեն իսկ սահմանափակ ռեսուրսները։ Իրանք ուզում են մի քանի կենտրոններ թողեն մասնագիտացված, այն մանր-մունր, որ աշխատավարձ չտան եւ այլն, մաքրեն։ Այսինքն ամեն մի պոլիկլինիկա չի, որ փող ունենա ինֆեկցիանից կամ նեզներ մասնագետ, որ իրանք չեն կարող պահեն։ Մի քանի հատ ունենան կամ մեծ հիվանդանոցներում կամ իրանք ընտրյալ պոլիկլինիկաներում դրանք լինեն, որովհետեւ չի կարող որ չլինի։ Առողջապահության ոլորտի մասնագետները նշում են, առաջնային օղակի արդյունավետ աշխատանքը կախված է ոչ միայն ընտանեկան բժիշկներից, այլև նեղ մասնագետների հասանելիությունից։ Նրանց համոզմամբ համակարգի ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի փուլային եւ մասնագիտական քննարկումների միջոցով։ Միաժամանակ որոշ մասնագետներ չեն բացառում, որ բարեփոխումների նպատակը կարող է լինել ծառայությունների կենտրոնացումն ու առողջապահական ծախսերի օպտիմալացումը, սակայն նրանք ընդգծում են, կարևոր է որպեսզի այդ գործընթացում չտուժեն քաղաքացիների շատերը։ Դուք կարող եք դառնալ խնամատար ծնող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ու խնամքի կարիք ունեցող երեխաների համար, ովքեր կարող են լինել շահառուներ։ Ծրագիրը սոցապ նախարարությունն է ներկայացրել։ Խնամատար ծնող կարող եք դառնալ, եթե մշտապես բնակվում եք Հայաստանի Հանրապետությունում, չափահաս եք, վերջին 5 տարիների ընթացքում չեք հաշվառվել ոստիկանությունում որպես հասարակական կարգը խախտող, երեխայի ու ընտանիքի շահերի դեմ ուղղված հանցանք կատարած անձ։ Երեխայի շահերը լիարժեք ապահովելու համար այս չափորոշիչները բավարար չեն, ասում են մասնագետներն ու հավելում։ Խնամքի հաստատություններում լինի մանկատուն թե խնամքի կենտրոն, երեխաների հետ աշխատում են տարբեր մասնագետներ, մանկավարժներ, հոգեբաններ, հատուկ մասնագետներ։ Նախարարության չափորոշիչները բավարար չեն ապացուցելու, թե արդյոք տվյալ խնամատար ընտանիքում կարող են ապահովել երեխայի պատշաճ խնամքը։ Փաստաբանը մտահոգիչ է համարում նաև իրավիճակները, երբ խնամատար ծնողը կարող է չունենալ բավարար հոգեբանական կամ բարոյական պատասխանատվություն։ Կան մարդիկ, որ օրինակ հոգեկան այնպիսի վիճակում են, որ հաշվառված չեն հոգեբուժարանում, բայց այդ առումով խնդիրներ ունեն։ Օրինակ անձը հաշվառված չի ոստիկանությունում, սակայն տանը օգտագործում է ալկոհոլ կամ երեխայի հանդեպ հոգեբանական բռնություն կիրառի, կամ օրինակ վերցնի երեխային ձևակերպի խնամատար լինելը, գումար ստանա պետությունից, սակայն այդ ընթացքում Հայաստանից բացակայի, գնա աշխատանքի։ Նուրիջանյանի կարծիքով նման դեպքերում երեխայի շահերից է բխում, որ նա մնա խնամքի հաստատությունում, որտեղ մշտապես գործում է կարգ ու կանոն։ Կա նաև այս խնդիրը. եթե երեխան մնում է առանց ծնողական խնամքի ու տեղավորվում է որևէ հաստատությունում, ապա հարմարվում է այն մտքի հետ, որ երկարատև է լինելու բնակությունը այդ հաստատությունում եւ ինքն իր համար ֆիքսում է, որ իր բնակության վայրը հենց դա է։ Փաստաբանը նաև նշում է դրա ֆինանսական կողմը։ Խնամատար համակարգը կարող է դիտվել նաև բյուջետային ծախսերի խնայողություն։
Իմ կարծիքով կան հատկանիշներ խնայելու բյուջետային միջոցները, քանի որ առնվազն մանկատանը պետք է ապահովել սնունդով, կոմունալ վճարումներով, բավականին ծախսատար է։ Ըստ այդմ կարծում եմ նաև, որ խնամատար ընտանիքների ֆինանսավորումը ավելի քիչ ծախսեր է պահանջում եւ գուցե պետության քաղաքականության մեջ կա նաև գուցե նաև օբյեկտիվ պատճառներով խնայելու միտում։ Փաստաբանն ասում է, շատ են լինում դեպքեր, երբ խնամատար անձը դառնում է երեխայի հարազատը, ազգական բարեկամը, նշելով, մինչ այս ծրագրի գործարկումը ավելի վաղ կարելի էր լուծել երեխայի ճակատագրի հարցը, այլ ոչ թե գումարի դիմաց։ Մի քիչ պակաս է այս տարի, ոչ թե մի քիչ, շատ պակաս է, դա փաստ է։ Այս տարվա գարունը Արարատի մարզի ծիրանենիների համար բարեհաճ չեղավ, անընդհատ անձրևները, խոնավությունն ու եղանակային կտրուկ փոփոխությունները վնասել են բերքը։ Այստեղ Ծիրանի հայրենիքում այգեգործներն ասում են, ամենադժվար տարիներից է։ Ծիրանը չեչոդում է եղանագից, խոնավությունա դեղնում թափում է, ամեն ինչին էլ վնաս է այս եղանագի անձրևները, հետենց ասում։ Գիշերն է ցուրտ անում վնաս է տալիս։ Փրկելու համար ամեն ինչ անում են։ Զորիկ պապը նույնիսկ 20 փեթակ մեղու է պահում, որպեսզի գոնե բնականon փոշոտումը ապահովի։ Անցած տարի մենք 200 դրամով էլ տիրան ենք տվել։ Կարող է այս տարի տիրանի գինը, որ սակավա դառնա 1000 ու եղել է տարիներ 700, 800։ Միայն Ծիրանի դեղորայքի վրա ծախսված գումարը կես միլիոն դրամի է հասել։ Գյուղացիներն ասում են, այս տարվա եկամուտը նույնիսկ ներդրված գումարը չի ծածկելու։ Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, այս տարի եղանակով պայմանավորված որոշ մարզերում պտղատու այգիների բերքատվության անկում կա։ Նախարարությունը մշտադիտարկումներ է իրականացնում, քննարկում են աջակցության տարբեր ծրագրեր, գյուղատնտեսական ռիսկերի նվազեցման եւ տնտեսվարողներին աջակցելու համար։ Եղել եմ հոկտեմբերյանի կողմերն էլ, ելել եմ աշտարակի կողմերն էլ, պակաս է, սակավա։ Տեղ կա խպած է, տեղ կա խպաշի։ Դե եղանակներից ապրանքը փճանում է, ճակում է։ Օրինակ այս գյուջաշլորը սաղ եղանակի պայմաններից ճակել է։ Ես այսօր հավաքել եմ, ասե 100 կիլոյի մեջից մի 30 կիլո նախ ճակած եմ։ Արարատի այգիներում այս տարի բերքից ավելի շատ հիասթափություն կա, գյուղացիներն ասում են, ամբողջ տարին աշխատեցին, բայց հիմա նույնիսկ չգիտեն, հաջորդ տարի նույն ուժով կկարողանան շարունակել։ Այնինչ այսօր տեղի է ունենում գլոբալ շուկայում դուրս է սովորական տնտեսագիտության կանոններից։ Տեղեկատվական տեխնոլոգիաներն ու սոցիալական հարթակները դադարել են լինել պարզապես ժամանցի վայր։ Դրանք վերածվել են աշխարհաքաղաքական ազդեցության եւ միլիարդավոր դոլարների կապիտալիզացիա ունեցող հզորագույն ֆինանսական գործիքների։ Մասնավորապես TikTok-ը երրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Չինաստանի ամենաթանկ բրենդը 153.5 միլիարդ դոլար արժեքով։ Եվ սա այն դեպքում, երբ Արևմուտքը փորձում է ամեն գնով սահմանափակել դրա ազդեցությունը։ Չինաստանի 100 ամենաթանկ բրենդների ընդհանուր կապիտալը հասել է 2.13 տրիլիոն դոլար, բայց ուշագրավ է, որ ամենաարագ գրանցում են ոչ թե հումքային ընկերությունները, այլ բարձր տեխնոլոգիաները։ Մենք տեսնում ենք գլոբալ տնտեսության կառուցվածքային տրանսֆորմացիա։ Ասիական տեխնոլոգիական բրենդների կապիտալիզացիայի նման տեմպերը խոսում են այն մասին, որ թվային ակտիվներն ու ալգորիթմները այսօր ավելի մեծ եկամտաբերություն են ապահովում, քան ավանդական արդյունաբերական ճյուղերը։ Սա ստեղծում է նոր մակրոտնտեսական իրականություն, որտեղ հաղթում է նա, ով տիրապետում է տվյալներին։ Բայց այս ֆինանսական հսկայական հաջողությունը հարթ չէ։ Շուկայական արժեքի աճին զուգահեռ TikTok-ն ու արևմտյան սոցհարթակները, Meta-ն, X-ը եւ YouTube-ը հայտնվել են աշխարհաքաղաքական շահերի բախման կենտրոնում։ Վաշինգտոնն ու Բրյուսելը պարբերաբար բարձրացնում են ազգային անվտանգության եւ տվյալների արտահոսքի հարցը։ Սակայն տնտեսագետները պնդում են, սա մաքուր կոմերցիոն պատերազմ է, գովազդային բազմամիլիարդանոց շուկայի վերահսկողության համար։ Եվրամիությունը չի կարող անտեսել թվային հարթակների տնտեսական եւ սոցիալական ազդեցության ծավալները։ Մեր խնդիրն է ապահովել, որ ցանկացած գլոբալ բրենդ, լինի դա արևմտյան թե արևելյան, հարգի մեր քաղաքացիների տվյալների գաղտնիությունը եւ խաղա արդար մրցակցության կանոններով։ Ֆինանսական հաջողությունը չպետք է լինի անվտանգության հաշվին։ Մինչ չինական հարթակներն արագ տեմպերով ընդլայնում են իրենց ազդեցությունը համաշխարհային շուկայում, արևմտյան մրցակիցները նույնպես առաջընթաց են գրանցում։ Meta-ն եւ Alphabet-ը ներդնում են արհեստական բանականության գործիքներ, նպատակ ունենալով հետ բերել գովազդային հաճախորդներին։ Ընդհանուր առմամբ, սոցիալական հարթակների գովազդային շուկան գնահատվում է տարեկան մոտ 300 միլիարդ դոլար։
Ժամանակակից բիզնեսում հաղթում է նա, ով գրավում է սպառողի ուշադրությունը։ Թվային հարթակների էկոնոմիկան կառուցված է վայրկյանների վրա։ Եթե դուք կարողանում եք միլիարդավոր մարդկանց պահել էկրանների առաջ, ապա ձեր բրենդի արժեքը կաճի երկրաչափական պրոգրեսիայով։ Չինական հարթակների հաջողությունը ցույց տվեց, որ սպառողական վարքագծի ալգորիթմները հիմա աշխարհի ամենաթանկ ապրանքն են։ $153.5 միլիարդ գնահատվող TikTok-ը պարզապես կարճ տեսահոլովակների հարթակ չէ։ Այն թվային դարաշրջանի նոր տեսակի ֆինանսական ակտիվ է, որը թելադրում է համաշխարհային բիզնեսի տեմպը։ Ավանդական բանկերն ու արդյունաբերական հսկաները ստիպված են հարմարվել։ Հակառակ դեպքում ապագայի տնտեսությունը նրանց պարզապես դուրս կմղի առաջատարների շարքից։